Բոլորիդ բարի օր, բարի առավոտ, ով արթնացել է, ձեզ էլ բարի առավոտ, գիտեմ, որ ամառը մենք երկար ենք քնում, մանավանդ եթե հիմա չեք աշխատում եւ տեղափոխվել եք մարզեր կամ էլ ուրիշ երկրներ, բոլորիդ բարի առավոտ եւ ուզում եմ հիշեցնեմ, որ այս եթերը նաեւ մենք անում ենք այն մարդկանց համար, ովքեր նայելու են մեզ YouTube-յան ալիքում, բոլորդ կարաք միանաք, ուրախ եմ լինելու, եթե լինեք իմ բաժանորդս, եթե չկաք, ուրեմն այս եթերի վերևից սլկա լինելու եթերից հետո եւ դուք կարաք նույն ձևի նայեք YouTube-յան ալիքով։ Կուզենայի այսօրվա եթերում ասեի, որ շատ ուրախ եմ, որ մենք ապրում ենք խաղաղ Հայաստանում, շատ ուրախ եմ, որ այսօր մենք արթնանում ենք եւ խաղաղություն է, եւ այդ խաղաղությունը մեզ համար շատ թանկ է։ Թվում է մեկ-մեկ ինձ, որ մեր ժողովրդի մի մասը չի հասկանում ինչքան է թանկ, Վահան ջան, բարև ձեզ, բայց կուզենայի այսօր դրա վրա էլ ֆիքսվեի սկզբից, ասեի, որ ինչքան կարևոր է, որ խաղաղություն ունենք, որ առավոտը կարանք սենց սուրճ խմենք, թեյ խմենք հանգիստ սրտով, եւ մի քանի հարցի պատասխանեի, քանի որ կոմենտներում պատասխանում եմ, բայց նենցա որ չի ստացվում այդ կոմենտները լինեն շատ երկար, մեկ-մեկ հոգնում եմ ես, մեկ-մեկ հոգնում եք դուք, իսկ եթերում ավելի հեշտ է արտահայտվել եւ այդ ձեր կոմենտների պատասխանել շատ կարճ, ոչ երկար։ Սկզբից կուզենայի ցավակցություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրանց տունն են կորցրել Նավարասիիսկում, գիտեմ, որ Ղարաբաղից մի ընտանիք իրանց տունը կորցրել է Նավարասիիսկում, եւ ցավակցություն հայտնել բոլոր այն հայերին, ովքեր Ուկրաինայում են կորցնում իրանց տները, Վահագն, еще раз большой привет։ Նարա ջան, բարի առավոտ։ Մեծ ցավ են հիմա տանում մեր հայերը եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում, մանավանդ Ուկրաինայում, քանի որ այս պատերազմը արդեն հասկանալի է, որ հայ ազգին մեծ վնաս է տվել եւ տալիս եւ շարունակում է այդ վնասը։ Օգտվելով այս եթերից ասեմ, որ այն մարդիկ, ովքեր Վալբերիսում ինչ հիմա ապրանքներ ունեն, ես խնդրում եմ ձեզ, աղաչում եմ, ձեր ապրանքները կամ հանեք, գիտեմ, որ դա դժվար է, համարյա անհնարին է, եւ եթե դուք շարունակում եք ձեր ապրանքները ուղարկել Վալբերիս, որպեսզի վաճառեք այդ, այսպես ասած, կամպանիայի միջոցով, հավատացեք, որ այդ կամպանիան կփակվի, այսինքն Վալբերիսը մնացել է շատ քիչ, եւ ես խնդրում եմ, եթե իմ հետևորդների մեջ կամ YouTube-յան ալիքում ինչ որ մեկը նայ եւ եթե դուք ապրանքներ եք ուղարկում Վալբերիսի միջոցով, որ վաճառեք, խնդրում եմ մի արեք դա, քանի որ դուք վերջի ձեր կոպեկն եք կորցնելու։ Այս դերությամբ, այսօրվա դերությամբ ունենք մենք համարյա 4000 հայ, ովքեր կորցրել են իրանց ապրանքները Վալբերիսի այդ սկլադներում, նշեմ, որ $5,000-ից մինչև $220,000 ամեն մի անձնավորությունը գումար է կորցրել եւ ցավում եմ, որ շարունակում են մեր հայերը, շարունակում են իրանց ապրանքները ուղարկել Վալբերիս, քանի որ նորից եմ նշում, մոտակա ամիսները այդ կամպանիան կփակվի, դա հաստատ ինֆո է։ Հիմա վերադառնանք մենք Ռուսաստանի հարցերին, տեսեք Վերջի անգամ մոտավորապես մի ամիս առաջ սյուժե է դուրս եկել, այդ սյուժեում ես գրել եմ դրա մասին, որ ինչ է եղել հայերի հետ եւ ինչ է լինելու, Փառք Աստծո համարյա 1 միլիոն դիտում է հավաքել տարբեր կայքերում, իրակ անգլերեն էջում 360,000, բայց եղել են ահագին հայեր Ռուսաստանից, ովքեր չեն ուզում հավատան, որ իրավիճակը շատ վատ է, կոպիտ խոսքեր են մեզ գրում, վիրավորում են, հասկանում են, որ այդ վիրավորանքները գալիս է ոչ թե իրանց սրտանց, այլ իրանց այնքան վատ են զգում, որ չեն կարող Պուտինի վրա գորգորան, Մարգարիտա Սիմոնյանի վրա գորգորան եւ գորգորում են մեզ վրա։ Բայց դրանով հարցը չի լուծվում, քանի որ բոլոր այն բաները, որը մենք գրում ենք 5-րդ տարին, դա իրականություն է եւ բոլոր այն հայերը, ովքեր լսել են մեզ, այսօր շնորհակալություն են հայտնում։ Տեսեք, այն որ Թուրքիան ահագին զենք է տվել հիմա Ուկրաինային, դա նշանակում է, որ պատերազմը շարունակվելու է։ Այն որ հենց հիմա Ուկրաինան ընդգծել է, որ պատերազմի նոր ֆազա է սկսվում, ամենավատ, ամենաահռելի այդ ֆազան դա իրականություն է, քանի որ այն սնարյադների վրա, մեծ ռումբերի վրա, որ իրանք փող են ծախսել 5 տարի ստեղծում են իրանք զավոդներում, այդ ռումբերը պատրաստ է եւ սկսելու են խփել Ռուսաստանին։ Ամեն մին հայ, Լյուդվիգ ջան, բարի առավոտ, ամեն մին հայ, ով գտնում է, որ պատերազմը իրան, այսպես ասած, ձեռ չի տալու, ինքը կարա իր տան մեջ ապրի եւ պատերազմը կողից է լինելու, ինքը սխալում է, քանի որ մենք տենում ենք, չէ, որ Գելենջիկում մարդիկ հանգստանում են եւ մեռել են։ Մենք տեսել ենք, չէ, որ Կրոկուս Սիթի խոլում մարդիկ գնացել են համերգի, նաեւ հայ աղջիկ եւ ինչ անդեղ եղել։ Եվ նենսա որ այդ իրավիճակը բոլորին կարող է կպնի եւ սա շատ կարեւոր է բոլորիս համար, որ մենք դա հասկանանք եւ մտածենք դրա մասին։ Հիմա
Այսօր ինձ մի հատ հետևորդ գրել է, որ իրանց 18 տարեկան տղան տեղափոխվել է Հայաստան, որ գնա ծառայություն, լավ կլինի, եթե մեր պաշտպանության նախարարությունը, մեր Գենշտաբի ղեկավարը Էդվարդ Ասրյանը, մեր պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը հասկանան, որ այն տղերք, ովքեր գալիս են Ռուսաստանից, իրանք մեծամասնությամբ դաժե հայոց լեզուն չեն իմանում, բայց գալիս են ծառայեն Հայաստանում։ Դա շատ լավ է, բայց մենք պետք է լսենք եւ պաշտպանության նախարարից եւ Էդվարդ Ասրյանից ինչ որ խոսքեր, հա, Ռուսաստանի հայերի համար դա կարևոր է, որ կոնկրետ այն երեխեքը, ովքեր գալիս են Ռուսաստանից, գիտեք պետք չի ասել, որ իրանք հավասար են Հայաստանի տղերքի հետ։ Բացատրեմ ինչի։ Իրանք չեն խոսում համարյա ռուսերեն։ Եվ ես հիշում եմ Ղարաբաղում վիրավորում էին այն տղերքին, ովքեր գալիս էին Ռուսաստանից։ Վիրավորում էին, ճնշում էին, փող են գրփում, ասում են ձեր ծնողները երևի հարուստ են, դավայ փող ուղարկի, գնա փող բեր եւ այլն։ Այսօր մենք պետքա չվախենանք այդ թեմայի շուրջ խոսանք եւ պաշտպանության նախարարությունը պետքա խոսա դրա մասին, կոնկրետ Սուրեն Պապիկյանը, Էդվարդ Ասրյանը պետքա ասեն մարդկանց, որ հարգելի ծնողներ, Սվետլանա ջան, բարև ձեզ, հարգելի ծնողներ, մենք դա նկատի ունենք, որ այս խնդիրը կա, որ այդ հայերը չեն կարող խոսան հայերեն, այդ հայերի մտածողությունը, կներեք, շատ հերոյ է կրիմինալ մտածողությունից կամ քյարթու մտածողությունից, ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց մենք պետք է հասկանանք տարբերությունը այդ տղերքի։ Եվ մենք սպասում ենք, որ պաշտպանության նախարարությունը դրա մասին կխոսա։ Պետք չի ասել հավասար չեն, այդ տղերքը Ռուսաստանում են մեծացել, իրանց շրջապատի մտածողությունը ուրիշ ձև է եղել եւ լավ կլներ, Անդրանիկ ջան, բարև ձեզ, լավ կլներ, եթե Սուրեն Պապիկյանը եւ պաշտպանության նախարարությունը այդ տղերքին, այդ 18 տարեկան տղերքին, ովքեր Ռուսաստանից են գալիս, ինչ որ առանձին, հա, խոսքով գարանտիա տան, որ ամեն ինչ անելու են, որ այդ տղերքի համար ավելի հեշտ անցնի ծառայությունը։ Դե նշեմ, որ 1 տարու կես է հիմա ծառայությունը, 2 տարի չի եւ դա շատ կարեւոր է եւ նորից կխնդրեի, որ այդ հարցին ուշադրություն դարձնի պաշտպանության նախարարությունը։ Հիմա մի քանի կոմենտում գրել են, որ այս վերջի մի քանի տղեն, ովքեր իրանց սպանել են կամ այդ հասցրել են, որ իրանց սպանեն, ուզում եմ նշել, որ այս տարվա ընթացքում շատ քիչ տենց պատմություններ ա եղել եւ ամեն տարի քիչանում է այդ պատմությունը, ուղղակի ամեն մին այդ պատմությունը մեզ համար շատ ցավալի է, դրա համար այսքան արձագանքում ենք, հա, համացանցում մանավանդ հիմա պատերազմ չկա, բայց ուզում եմ նորից նշեմ, որ այդ դեպքերը ավելի քիչ է, քան թե եղել է եւ սա շատ կարեւոր է, սա նշանակում է, որ պաշտպանության նախարարությունը աշխատում է։ Էլի այդ աշխատանքը հերիք չի եւ դուք գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ փոփոխություններ ա լինելու պաշտպանության նախարարությունում եւ կոնկրետ այդ զինվորական ոստիկանության պետին հանել են, ասեմ որ այդ զինվորական ոստիկանության պետը իմ տեղեկություններով շատ լավ անձնավորություն է, շատ լավ մարդ է, բայց ուներ շատ լուրջ խնդիրներ առողջության հետ կապված եւ այդ մարդը շատ վատ էր աշխատում այդ պատճառով կոնկրետ, քանի որ հասկանալի է, չէ, որ եթե մարդու առողջությունը վատ է, ինքը զբաղված է իր առողջությունով եւ չունի այն խվատկան, այսպես ասած, հա, առույցի խվատկա, որ կարա այդ հարցերը, ահա, ուշադիր նայի եւ լուծի։ Այստեղ հարց է ցակվում, արդյոք Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը զեկուցել են վարչապետին, որ զինվորական ոստիկանության պետը խնդիրներ ունի առողջության հետ կապված եւ այդ խնդիրները խանգարում են, որ ավելի ուշադիր լինի այս խնդիրների կապակցությամբ, կոնկրետ խոսքը գնում է, հա, այս որ տղերքը իրանց սպանում են կամ հասցնում են այդ վիճակին։ Այստեղ հարց է, որի պատասխանը ես չգիտեմ, բայց հաստատ որ խնդիրների մեկից եղել է այդ ոստիկանության պետը, այդ զինվորական ոստիկանության պետը, եւ այդ տղուն հանել են գործից, իրան առողջություն եմ ցանկանում, բայց ինքը որպես պետ թույլ է եղել, հասկանում ենք ինչ պատճառներով, երևի կան նաեւ ուրիշ պատճառներ, մենք չգիտենք։ Այդ հարցի պատասխանը սենց։ Հիմա մեր հետևորդներից մեկը գրել է ինձ, որ ինքը իր տղուն կորցրել է թմրանյութի պատճառով, մենք մի քանի օր առաջ գրել ենք թմրանյութի մասին եւ այդ խնդիրը հիմա շատ լուրջ է Հայաստանում եւ ես ցավակցություն եմ հայտնում մեր հարգելի եւ սիրելի հետևորդին, կոնկրետ այդ կինա եւ ինքն էլ է նայելու այս եթերը, ես ցավում եմ, որ դուք կորցրել եք ձեր տղան թմրանյութի պատճառով եւ այդ դեպքերը շատ են Հայաստանում եւ այդ դեպքերը շատանում են եւ այդ խնդիրը շատ լուրջ է Հայաստանում։ Եկեք լինենք ազնիվ, չվախենանք ազնիվ խոսենք եւ նշենք, որ թմրանյութի դեմ պայքար Հայաստանում, ինչքան էլ մենք չկարդանք համացանցում, ինչքան էլ ներքին գործերի նախարարությունը չզեկուցի, որ այսքան թմրանյութ են բռնել, ստեղ 5 հոգի են բռնել, ստեղ 4 հոգի են բռնել, Իրանից գալիս էր ավտոն բռնել են եւ նաեւ մենք կարդում ենք, չէ, համացանցում, որ
ինչ որ աբլավա են անում, 100 հոգի բերել են, դանակներ են ճարել, գտել, չգիտեմ, եւ այլն, բայց տեսեք, պետք է լինենք ազնիվ եւ ասենք, որ ոչ մի մեծ պայքար, դա մեծ պայքար, вы правы, Нара, что делать его сам. Ոչ մի մեծ պայքար ներքին գործերի նախարարության կողմից թմրամոլների դեմ կամ էլ մանավանդ դրանց դեմ ովքեր վաճառում են թմրանյութը չկա։ Ես ինչի եմ դա ասում, քանի որ տեսեք, այդ խնդիրը ամեն օր ունենք մենք։ Այդ խնդիրը ունենք 12 ամիս տարվա ընթացքում։ Այդ խնդիրը 365 օր տարվա ընթացքում կա։ Եվ եթե մենք տարին մի անգամ կամ երկու անգամ, թեկուզ 5 անգամ լսում ենք, որ այս 3 օրը ոստիկանությունը բռնում էր ստեղ, բռնում էր այնտեղ եւ այլն, դա գիտեք ինչ, այսպես ասած առանձին քայլեր է, որը չգիտեմ, կամ աչոտի համար է, կամ ուժը մենակ դա է պատում ներքին գործերի նախարարությունը, մենք չգիտենք։ Փաստը այն է, որ այսօր մենք ունենք նախարար, որը մեզ դուր է գալիս, խոսքը գնում է Արփեն Սարգսյանի մասին, մենք ունենք Ժանը Պրիվետ Բալշավ, մենք ունենք նախարար, որը ազնիվ է, ներքին գործերի նախարարության նախարարը, ունենք նախարար, որ չես կարող հետը խորոված ուտես եւ հարցեր լուծես, ունենք նախարար, որպես կին սիրուն կին է եւ գրագետ կին է, կասկած չկա, ոչ մեկ չի դնում կասկածանքի տակ դա, բայց ունենք նախարար, որը ոչ մի հայտարարություն չի անում դրա մասին, որ մենք ունենք շատ լուրջ խնդիր թմրանյութի հետ կապված եւ մենք պետքա պայքար տանենք։ Մենք կուզենայինք, որ մեր նախարարը, ում մենք հարգում, սիրում ենք եւ ամենալավն ենք ցանկանում, մենք կուզենայինք մեր նախարարից լսենք կարեւոր հայտարարություններ, ոչ թե մի անգամ, հա, ձևի համար, այլ կոնկրետ հայտարարություններ, որ ներքին գործերի նախարարությունը ֆիքսում է, որ այս խնդիրը շատ լուրջ է, թմրանյութ վաճառողները շատանում են, այսպես ասած նարկոմաֆիան ուժեղ է Հայաստանում, մենք չենք լսել նախարարից ոչ մի տես բառ։ Ինչու՞։ Այսինքն նախարարի, ներքին գործերի նախարար Արփեն Սարգսյանին ով պետքա թույլ տա, որ ինքը տենց հայտարարություն անի։ Ոչ մեկ։ Այսինքն նախարարը պետք է սպասի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասի, այո, պարոն Տիկին Սարգսյան, դուք կարաք այդ հայտարարությունը անեք։ Մենք սպասում ենք նախարարից, որ ինքը այդ հայտարարությունները անի։ Ինքը ասի, որ մենք ունենք լուրջ խնդիր եւ այո, ժողովուրդը, ովքեր կոնկրետ իմ հետևորդը, հա, որ իր տղան կորցրել է, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի իմանա, ինչ քայլեր է ձեռնարկում ներքին գործերի Привет большой, Гамбург. Карина, большой привет, дорогая. И всем привет, вашей семье тоже. Ժողովուրդը իրավունք ունի հասկանա, ինչ քայլեր ենք մենք ուզում ձեռնարկել, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Եվ այստեղ դժվար է հասկանալ, գուցե Արփեն Սարգսյանը գտնում է, որ հայտարարություններով չեն հարցեր լուծում, այլ կոնկրետ քայլերով, եւ այո, մենք այդ քայլերը լսում ենք, նայում ենք, բայց հնարավոր է, որ մենք չգիտենք ինչ քայլեր են ձեռնարկում, բայց քանի որ մեր ժողովուրդը լսում է ականջներով եւ նայում է աչքերով, այո, եւ էմոցիոնալ է, այդ ժողովուրդը հարց է տալիս, արդյոք նախարարության համար եւ նախարարի համար դա լուրջ խնդիր է։ Եթե այո, ինչի նախարարը դրա մասին չի խոսում եւ չի ասում, որ մենք անելու ենք այն քայլերը, որը լինելու են ավելի կոպիտ, հա, այդ թմրանյութ վաճառողների հանդեպ եւ այլն։ Սրա մասին մենք պետք է խոսանք ձեզ հետ միասին, դե տեսեք, օրինակ, վերցնեք Ծաղկաձորը, չէ՞, Ծաղկաձոր քաղաքը։ Ծաղկաձոր քաղաքում կա գիշերային ակումբ, որտեղ ներքին գործերի նախարարությունը շատ լավ է իմանում, որ ահագին թմրամոլ է հավաքվում, թմրանյութ են վաճառում, մարդիկ գալիս են թմրանյութով, գնում են թմրանյութով։ Դա բոլորը գինեն, ովքեր հանգստանում են Ծաղկաձորում, ինչ է կատարում այդ գիշերային ակումբում։ Բայց ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ԱԱԾ-ն, ոչ մեկ մի անգամ չի մտնում Ծաղկաձորի ակումբը, մի հատ կայնացնի երաժշտությունը, մարդկանց փլզգի գետին, այո, տենց են անում, օրինակ Ռուսաստանում ոնց են անում, Ջուլիետա, պրիվետ։ Ռուսաստանում ոնց են անում, մտնում են ակումբ, փակում են դռները, անջատում են երաժշտությունը եւ բոլորին ստուգում են թմրանյութի վրա։ Մենք չենք տեսել, որ Ծաղկաձորում այդ գործողությունը կատարի ներքին գործերի նախարարությունը։ Բացատրեմ ինչի։ Քանի որ Ծաղկաձորում ընդհանրապես անարխիա է, այնտեղ ոչ մեկ իր քիթ չի կողում, դա Ցարոկյանի մաֆիայի, հա, ձերի տակ է այդ քաղաքը։ Ես մտածում եմ, որ այսպես ասած ոստիկանության ներկայացուցիչները եւ ընդհանրապես մարդիկ, ովքեր դա պետք է կատարեն, այդ գործողությունը, իրանց ասել են, որ ձեր մի տվեք այդ ակումբը, մի մտեք այդ ակումբը եւ այլն։ Իմ մոտ տենց տպավորություն է, բայց ինչ է այդ ակումբը, ինչ է, ինչ որ առանձին օբյեկտ է, որտեղ պետք չի մտնել, ես չեմ հավատում։ Семья Дургарян, большой привет. Резо, большой привет. Ашот, большой привет. Всем привет. Марта, большой привет. Ոնց է ստացվում, որ այդ ակումբը ոչ մեկ չի մտնում։ Եվ երբ մենք ասում ենք, արդյոք Հայաստանը պայքարատանում այն մարդկանց հանդեպ, ովքեր տարածում են թմրանյութը, այստեղ պետք է մենք հասկանանք, իսկ ինչ է անում Հայաստանը, որպեսզի, հա,
կարողանա պայքարի դրա դեմ։ Մենք ասում ենք, ոչ մի երկրում, ոչ մի ոստիկան, ոչ մի ԱԱՑ չի կարա պայքարի ընդհանրապես հա լուծի այդ հարցը։ Այո, դա ճիշտ է։ Այդ հարցը 100%-ով անհնարին է լուծել։ Բայց նաև եկեք ֆիքսենք, որ չկա ոչ մի ուժեղ մեծ պայքար դրա դեմ։ Ասում եմ, Ծաղկազորի ակումբը մի անգամ մտած չկան։ Մի անգամ։ Կամ էլ ունեք մեզ քարտեզ, որ քաղաքներում, որ գյուղերում, հա, ունեք մեզ Հայաստանի տարածքով քարտեզ, որ քաղաքներում, որ մարզերում այդ թմրանյութը ավելի շատ է տարածում, քան թե մնացած մարզերում։ Օրինակ, Գյումրի քաղաքում ամեն քայլում տարածում է թմրանյութ։ Ինչ պայքար է տանում Գյումրիի ոստիկանությունը այդ խնդրի հետ։ Արդյոք գյումրեցիները վախենում են անաշատ արածեն, հա? Տղերքի ամեն երկրորդը կարա գտնի ձեզ համար անաշան։ Ոնց է դա ստացվում։ Արտաշատ քաղաքում ինչ պայքար է տանում։ Օրինակ, ես կուզենայի մեր նախարարը ասի, որ Արտաշատ քաղաքում ամեն երկրորդ տղամարդը թմրանյութ է վաճառում եւ ծխում է անաշա եւ այլն։ Ինչ գործողություն է անում ներքին գործերի նախարարությունը, որ պայքարի դրա դեմ։ Եվ երբ մեր հետևորդը գրում է, որ ինքը տղա է կորցրել թմրանյութի պատճառով եւ խնդրում է այդ հարցը բարձրացնեք, այո, էս է խնդիրը, տիկին, էս է խնդիրը, որ հենց հիմա ներքին գործերի նախարարությունը իմանում է, որ քաղաքներում լծված է այդ խնդիրը, բայց ունենք մեզ քարտեզ։ Եվ եթե մենք չունենք քարտեզ, եւ մենք եթե չենք ասում, որ այս մարզերում, այս գյուղերում ամենաշատն է այդ խնդիրը, ընդհանրապես շատ է, եւ եթե մենք չենք ասում ինչ ենք մենք ձեռնարկում, որպեսզի պայքարենք, գոնե քիչ լինի դա, այսինքն ինչ քայլեր ենք մենք անում։ Նորից եմ կրկնում, այն որ 100-150 հոգի մենք մի շաբաթվա ընթացքում բռնեցիք, հետո բաց թողեցիք, ասեցիք սա պիստոլետ է եղել ձեր Իրանունի разрешение, սա դանակ են բռնել, սա խմած է եղել, սա անաշիտակ է եղել, սա դեղա $500 տվել իրան բաց են թողել, սա ստեղա $1000 տվել իրան բաց են թողել։ Առաջինը այդ դրանց ովքեր բռնում է ոստիկանությունը, դրանք օրենքով բոլորին պատժում են, թե առանձին մարդիկ գումար են տալիս ոստիկանին ու դուրս են գալիս։ Եթե ոստիկանը դրանով է հարուստանում, էլ ինչ իմաստ կա ասել, որ մենք այդ մարդկանց դեմ պայքար ենք տանում։ Ինչ իմաստ կա դա անել։ Մեզ ունենք ոստիկաններ, ովքեր շատ հարուստ են։ Մի հատ հասկանանք այդ ոստիկանները իրանց աշխատավարձով ոնց են տենց միլիարդեր դարել։ Ոնց է դատավորը միլիարդեր, մենք գիտեք, կաշառքա վերցնում, Տաշիր Սամոյից, S1-ից, M1-ից։ Գուցե վերցնում է, գուցե օդից հանգնում։ Բայց ես օլիգարխ չեմ, որ կարամ դատավորներին գումարներ բաժանեմ։ Իսկ մեր դատավորների մի մասը, այո, օլիգարխներից հրամաններ են ստանում, գումարներ են ստանում։ Եվ նույն ձևի ոստիկանը, եթե ոստիկանը գումարա վերցնում եւ բաց է թողնում այն մարդուն ում բռնում է, դա պայքար չի, դա արդեն սուտի մի հատ process է։ Հա, եւ վերջացնենք մեր եթերը դատական համակարգի մասին ենք խոսում մեր կոմենտների մեջ։ Ուզում եմ շատ կարճ հիշեցնել, որ մեր դատավորների մեծ մասը, երևի 90%-ը մինչեւ 2018 թվականը կաշառք էին տալիս, որպեսզի դառնան դատավոր։ Այսինքն, եթե դու ուզում ես Երևանում յուղոտ մի հատ տեղ ստանաս, մի հատ յուղոտ տեղում լինես դատավոր, մեծամասնությամբ իրանք մեծ գումար էին տալիս, մինչև $2 միլիոն, պատկերացրեք, մինչև $2 միլիոն տալիս էին, որ դառնան դատավոր, հետո գործեր են տանում, այդ փողը վերցնում են տարբեր բանդիտներից, հա, որ այդ գումարը, որ իրանք ծախսել են, հետ կարան բերեն։ Տենց էին դառնում դատավոր։ Այդ ձևի դատական համակարգը մեծ մասամբ որը մնացել է, որը կաշառքով է դարել դատավոր, ես չեմ հավատում, որ այդ դատավորներից կարելի է ինչ-որ լավ բան սպասել, ինչ-որ արդարություն։ Եվ բոլոր դատավորները եղել են Սերժ Սարգսյանի կոնտրոլի տակ, այն վաղ Սերժ Սարգսյանի բանի աշխատակազմի ղեկավարը եղել է Սամվել Կարապետյանի եղբայրը, հա, ով զանգում էր, հրամաններ էր տալիս, չգիտեմ ում կողմից, ում անունից, դատական համակարգ չի եղել։ Եվ այն դատավորը, որ չկատարեր Կարեն Կարապետյանի հրամանը, ինչ որ կընկներ։ Մենակ խելագարը կարող է մտածի, թե օլիգարխների ընտանիքները, Գագիկ Ցարոկյան, Տաշիր Սամո, Արա Աբրահամյան, չգիտեմ, Ռուբեն Վարդանյան, այդ մարդիկ ունեն մեծ գումարներ եւ իշխանություն, հա,
եւ իրանք չեն ազդել դրա վրա։ Այո, Սոնյա абсолютно правильно, без полиции там не обходится. И ուզում եմ հիշեցնեմ, если мы возвращаемся к этой теме, որ ամեն տարի ներքին գործերի նախարարությունում ահագին ոստիկան բռնում են որպես թմրամոլ։ Էլ ինչ մնաց հասկանալի է, որ նաև իրանք օգնում են թմրանյութը վաճառեն եւ տարածեն։ Այո, ահագին ոստիկանությունում տղերք թմրանյութի տակ բռնում են, ամեն տարի գործից անում են եւ այո ոստիկանը կարող է գումարով օգնի բանդիտներին, հանցագործներին։ Իմիջիալոց ասեմ 1 ամիս առաջ 2 հատ ոստիկան բռնել են, ովքեր սպանություններ են անում, то есть двоих убийц поймали, которые были полицейскими։ Իրանք Երևանում մարդիկ են սպանում եւ այդ գործը բացահայտվել է, բարձում է որ դա ոստիկաններն են եղել։ Մարդիկ են սպանում քաղաքում։ Чтобы мы понимали, что часть полицейских замешана не только в продаже наркотиков, а в убийствах людей, да? И когда полицейский убивает людей, то что можно ждать от такого полицейского? Ничего хорошего. Ինձ համար հավատացեք, երբ ես նայում եմ ոստիկանին, առաջի հարցս ինքը աշխատում է բանդիտների վրա, թե ինքը ազնիվ է։ Ես չեմ մտածում, օգնի ինձ ոստիկանը, թե ոչ։ Ես իմ առաջի հարցս իմ գլխի մեջ, որ ես նայում եմ ոստիկանի վրա, ինքը բանդիտ է ոստիկանի շորերում, թե ազնիվ ոստիկան է։ Եվ դա մեծ հարց է, ցավոք սրտի։ Այսքանը ձեզ բոլորիդ լավ օր, ինչ անենք, մենք ապրում ենք մի հատ աշխարհում, ոչ թե մենակ Հայաստանում այդ իրավիճակը, աշխարհում, որտեղ հարուստները, օլիգարխները, բանդիտները իրանց հսկողության տակ են պահում եւ ոստիկաններին, եւ դատավորներին, եւ քննիչներին, եւ այդ թմրանյութի հարցը շատ լուրջ է։ Հույսով ենք, որ մեր նախարարը ժամանակ կգտնի, հայտարարություն տարածի, որ ինքը մեծ պայքար է տանում դրա համար, դրա դեմ, կամ էլ պատրաստում է տանել դրա դեմ պայքար եւ ինչ միջոցներ է ուզում ձեռնարկի, այդ միջոցները ինչքանով են էֆեկտիվ լինելու, հա, որպեսզի կարա լուծի այդ հարցը։ Նորից շնորհակալություն եմ հայտնում եւ այս եթերի վրա հիմա եթերից հետո ես կնշեմ իմ ссылкեն, եթե դուք մինչ հիմա չեք կարողացել бажано, если вы до сих пор не сумели подписаться на мой канал, пожалуйста, подписывайтесь, вы мне все очень-очень нужны. Шнакалюсун на радио.